Ուրեմն մոտ 5 ամիս առաջ քաղաքապետարանի բյուջեի հաշվին դուք պարոն Ավինյան գնացիք Լոս Անջելես ըստ պայմանագրի ձեր թռիչքի տոմսը եղել է business class եւ արժեցել մոտ $20,000։ Հետո աղմուկ բարձրացավ թե ինչու business class-ի տոմսը, որ իրականում կարժի $4,000, 4-ից $5,000, ինչու է քաղաքապետարանը մուծել $20,000։ Այդ աղմուկը զսպելու համար դուք ասեցիք ձեր գրպանից վերադարձրել եք $20,000։ Հիմա ես մեն պարզ է, այստեղ երկու տարբերակ կարող է եղած ելներ եւ խնդրեմ պարզեք որն է եղել։ Առաջի տարբերակը, որ իրականում business class-ի գինը, որ $5,000 է, մի հոգի $15,000 ատկատ է ստացել եւ արդյոք դուք այդ $15,000 ատկատը վերցրեք, մի հատ էլ $5,000 ավելացրեք բրեն ու վերադարձրեք $20,000 քաղաքապետարանի բյուջե, թե երկրորդ տարբերակն է եղել, որտեղ իրականում business class-ով չեք թրել եւ first class, առաջին դասի տոմսով եք թրել, որը հնարավոր է $20,000 արժենա, որտեղ այնտեղ խավիար ու, չգիտեմ, մաղճակալա, չգիտեմ, մեդիկյուր, պեդիկյուր են անում, դուք ավելի լավ կիմանաք, այդ տոմսով եք թրել եւ աղմուկը զսպելու համար $20,000 ձեր գրպանից տվել եք, բայց ձեր աշխատավարձը տարեկան $30,000-32,000 է։ Հիմա ոնց եք ձեր տարեկան աշխատավարձից կեսից ավելին վերցել ու մուծել այս $20,000 տոմսը։ Խնդրում եմ պարզեք, մերսի։ Շնորհակալ եմ, պարոն Զարուկյան, անկեղծ ասած ինձ առհասարակ երբևէ manicure եւ pedicure չեն արել, ոչ ինքնաթիռում, ոչ էլ առհասարակ, բայց պարոն Զարուկյան, ասեմ հետեւյալը։ Նախ ինչ վերաբերում է, թե ոնց եմ վերադարձրել, պարոն Զարուկյան, դուք կարող եք օրինակ 2017 թվականից վերցնել իմ հայտարարագրերը 2017 թվականից սկսած, ես 2017 թվականից հայտարարագրեր եմ ներկայացրել կենտրոնական ընտրական հանձնաժողով այն ժամանակ, հիմա արդեն կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով եւ կարծում եմ հենց այդ հայտարարագրերը բացեք տեսնեք բովանդակությունը, ձեր վերջին հարցի պատասխանը կստանաք, սա մեկ։ Երկրորդը, ինչ վերաբերում է տոմսի գնին, տոմսի գինը պայմանավորված է եղել, բարձր գինը, պայմանավորված է եղել ժամկետով, այսինքն վերջին թռիչքից մի 2 օր առաջ է տոմսը գնվել եւ դա եղել է տարբեր պատճառներով, այսինքն տարբեր ձգձգումների պատճառներով եւ հիմնական պատճառը, որ տոմսի գինը բարձր է եղել, հենց վերջին պահին գնումն է եղել, պարոն Զարուկյան, եւ ես ուզում եմ հատուկ շեշտել, որ այո, ես վերադարձրել եմ տոմսի գինը ոչ նրա համար, որ դա բիզնես կլաս է, այլ նրա համար, որ իմ կարծիքով եւ իմ տպավորությամբ մեր աշխատակիցները, եթե մի փոքր ավելի լավ աշխատեին այդ ուղղությամբ, այդ տոմսի գինը այդքան չէր լինի, ավելի էականորեն ավելի նվազ գին կունենար եւ էականորեն ավելի քիչ կլիներ այդ տոմսի գինը քաղաքապետարանի բյուջեի հաշվին, բայց հիմա կարծում եմ մտահոգվելու որևէ հարց չունեք, քանի որ ամբողջությամբ այդ գումարը ես վերադարձրել եմ։ Արձագանք Կասկածակները չեն վերանում, նույնիսկ եթե 1-2 օր առաջ ես փորձեցի Qatar Airlines-ով business class-ի տոմս գնել, 1 օր առաջ էլ նույնիսկ $5,500 չի գերազանցում, անհնար է $20,000 լինել եւ այն փաստ որ ոչ ոքի չի պատժվել, որտեղ իրականում business class-ը երբեք չի կարող $20,000 լինել։ Այս կասկածները չեն վերացել եւ այս մնում է ձեր վարկանիշի վրա։ Եղավ։ Պարոն Զարուկյան, նախ պատժվել է, 2 հոգի մեր աշխատակիցներից ստացել են նկատողություն եւ երկրորդն էլ անկեղծ ասած, եթե կասկածներ ունեք, կարող եք հավելյալ հարցում անել բոլոր փաստաթղթերը ստանալ եւ տեսնել, որ դա հենց այն է, ինչ կա։